Կապսի ջրամբարի շինարարության վրա ծախսված միլիոնները կտանի դեռ ջրամբարում չեղած ջուրը, հստակ դժվար է ասել, բայց պետք է արձանագրել. չինական կազմակերպությունն այլևս չի շարունակի շինարարությունը։ Առավոտյան վաղ Կապսի ջրամբարի շինհրապարակի տարածքում բողոքի ձայնն էին բարձրացրել մի շարք շինաշխատողներ։ Պատճառը աշխատանքների պատվիրատու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից միակողմանիորեն խզված պայմանագիրն է Կապալառու Շանսի Construction ընկերության հետ։ Արդյունքում տասնյակ մարդիկ, վարորդներ, շինարարներ, օժանդակ աշխատակիցներ փաստի առաջ են կանգնել, աշխատանք չկա եւ չկա պատճառաբանություն։ Ինչու։ Կոնկրետ պես բան չկա սած էլի, որ ասենք ինչ եղե, ինչ եղե, մենք պես կուրսի ենք, որ շինարարների հետ կախված, ֆինանսավորման հետ կախված խնդիրներ կա, պես խոր ասված հեշտ բան չգիտենք։ Կոնկրետ եղել է մի օրը, եկել են, որ վсё, վաղվանից գործի չեք։ Համ մեզի, համ սախտիա տղեկին, աշխատողներին կեսն էստեղ չեն, կեսի չադը դաժե։ Պրոստը եկե մի օրում սել են, որ վсё, գործի չեք վաղվանից։ Դիք չինացին է մեզիս է, իանք են մեր գործատուն։ Բայց այդտեղ հարցը ուրիշ է։ Հարցը նիգի որ ասենք կուզենք մի հատ բացատրություն մեր, չգիտեմ, երկրի ղեկավարից, ինչ որ մեկից կամ ով որ էս պատասխանատուն է էս գործի, որ հասկանանք վերջը ինչ պետք է կատարվի այս ջրամբարի հետ, վերջը 70-100 հոգի մարդ ենք մնացել ենք անգործ։ Ինչ է լինելու հետո հարցը այսօր օդում կախված է։ Մարդիկ, ովքեր այս աշխատանքի հետ հույսեր էին կապել, ստիպված փակել էին շինհրապարակի մուտքը իրենց ձայնը հասցնելու համար պատասխանատու պետական կառույցներին։ Ներկաները շեշտում են, սա ոչ հակապետական ակցիա է, ոչ քաղաքական նախաձեռնություն, սա անորոշության դեմ բողոք է։ Մենք կոնկրետ շինարար ենք, որը կուզենք, որ մեր աշխատանքները սկան մարդը մնացել են անգործ, վсё, ուրիշ էշ բան։ Մեզի միտքը էս ամեն ինչի են որ մի հատ բացատրություն եղնի, լավ սկան ժողովուրդը պրոստը սպես պիտի ելնի էստա ու վերջ էս շինարարությունը պիտի կայնի, այդ կամ բան։ Քաղաքական երանգների մեջ չեն կգնում, ոչ եղել ենք, ոչ է ինչ որ մի անգամ լրագրողի են կանչե, ինչ որ մի հարցի մեջ կանք։ Ջրամբարի շինարարությունը մեկնարկել է 2023 թվականին։ Նախատեսվում էր, որ առաջին փուլը կավարտվի 2026 թվականի ապրիլին, սակայն այսօր արդեն ակնհայտ է աշխատանքները լուրջ ուշացումների մեջ են։ Դեռ օգոստոսին տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում էր, որ կատարվել է ընդամենը աշխատանքների 12%-ը, հենց այդ հանգամանքն էլ ըստ հիմնադրամի դարձել է պայմանագիրը խզելու հիմնական պատճառներից մեկը։ Գործը առաջ չի գնում, պետությունն էլ ուզում է կառուցել ջրամբարը, սակայն հարցերը մնում են բաց։ Արդյոք չինական կառուցապատող ընկերությունը ներպետական խոչընդոտների չի բախվել։ Աշխատակիցները նշում են, որ վերահսկող կառույցների կողմից ժամանակ առ ժամանակ արձանագրվել են բացեր, բայց իրենց առօրյա համագործակցության ընթացքում լուրջ խնդիրներ չեն նկատել։ Մենք չինական կազմակերպությունից գոհ ենք, շնորհակալ ենք, որ եկել են մեր գյուղի մեջը, մեր մարզի մեջը, երկրի մեջը։ Մեր անձերի հանդեպ սկան աշխատող մարդիկ կան, ված չեն վերաբերվել այդ մարդիկ, թե շեֆական կազմը, թե սախ։ Սենք գոհ ենք։ Մանդր ամեն ինչը կերնի, բայց ընդանուր գործը սկան մարդը կա, հեշտ մեկ յետեն, բես վատ վերաբերմունքներ չի եղել, մեր հայկական կողմից էլ ենք շատ գոհ, որ ստեղ աշխատել է, պրոստը հարցը նիգի որ մի հատ լուրջ պատասխան սկան մարդուն որ գիտենանք եփ ինչ։ Պայմանագրի խզումից հետո տրամաբանական քայլը նոր մրցույթի հայտարարումն է եւ նոր Կապալառուի ներգրավումը, սակայն երբ դա տեղի կունենա, դեռ հայտնի չէ նաեւ արդյոք դրանից հետո այս մարտիկ կրկին աշխատանք կունենան։ Եթե հետագայում կոնկրետ նշված ժամկետ չկա, եթե այլ շինարար կա, մեզ այստեղ գործի կտեղավորեն, թե չէ։ Սկան ժողովուրդը, սկան մարդիկ իրանց ընտանիքներով հանդերձ մնացել են այսօրվա դրությամբ։ Մարդիկ լիքը այս գործով ուզեցել են որ ասենք ինչ որ նպատակներ ունին էլ այս գործի հետ կապված, որ նոր այսօր մնացել է սաղին, մեկը խոպան չի գնացել, մեկը վարկ է վերցրել, մեկը վերջը։ Շինարարությունները 1000 հարցեր կա էլի, որ այս գործի հույսով մարդիկ ինչ որ բաներ նոր այսօրվա դրությամբ սպես է, ծմերվա կեսից էցին որ հաջողություն ցեզի։ Ակցիայից հետո հանդիպում է տեղի ունեցել ծրագրի համակարգողի եւ աշխատակիցների միջև, սակայն որևէ կոնկրետություն կամ հրապարակային պարզաբանում չի ներկայացվել։ Միևնույն ժամանակ սառեցված է նաեւ մեկ այլ առանցքային հարց՝ Ջրաձոր բնակավայրի բնակիչների վերաբնակեցման եւ նոր գյուղի կառուցման գործընթացը եւս կանգ է առել։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։